չկա այդպիսի հարթակ, որտեղ չխոսեն այլևս բոլորին դեմ են մասին ու գրեթե չկա այդպիսի մարդ, ով չգիտի, որ կա բոլորին դեմ են կուսակցություն իր առաջարկներով։ Ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանական լինելը այլևս պիտակ է, այլևս վիրավորանք է։ Ես ընդունում եմ, որ սա ուլտիմատում է։ Սա վերջնագրի նմանվում է։ Բայց մենք չենք գալի քաղաքական առևտուր անելու։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Կարապետյան, բոլորին դեմ եմ, մի տեսակ թե իր քարոզարշավով, թե այսպես հա, ընտրական իր ողջ այսպես process-ում մի տեսակ, չգիտեմ, թե փորձում է առանձնանալ, տարբերվել, նախ երեք մի այսպեսի օրինակ, երբ որ ես հետևում էի մեկնաբանություններին, օրինակ երեկվա միջոցառման, երբ որ մեկնարկեց փաստորեն պաստառի վրա քաղաքական ուժերի ցեղ շպրտելով, այդպես են ընդհանուր։ Նո, մենք ցույց տվեցինք ինչպիսին է պատկերը լինելու, ինչպիսին է պատկերը եղել նախկին ընտրությունների ժամանակ եւ ինչա սպասվում մեզ մոտակա ժամանակաշրջանում, անպայման կարևոր է նշել, որ նաև մեր քաղաքական ուժի լոգոն կար է տեղ դրված, մենք որևէ մեկին չէինք առանձնացրել, մենք այդ բոլորի մեջ էինք եւ ոչ թե ակնկալում ենք, այլ ֆիքսում ենք, որ հենց սա է լինելու իրականության մեջ։ Նայեք, մուլտ-հերոսներ, նման միջոցառումներ, մտավախություն չկա, որ այս ամենը հնարավոր է այսպես մի քիչ անլրջացնի ընտրական process-ը, այսպիսի բան ստեղծվի ձեր կուսակցության շուրջ, անվստահություն։ Կա այդպիսի մտավախություն, բայց կա նաև այլ խնդիր, մենք ի տարբերություն տարբեր այլ կուսակցությունների, խմբերի, թիմերի, չունենք ոչ ադմինիստրատիվ ռեսուրս, ոչ մեր քաշով մեկ փող։ Եվ հետևաբար մեզ համար տեսանելի լինելու համար, լսելի լինելու համար ճանապարհները փակ են։ Սա նշանակում է, որ մենք պիտի անենք այնպիսի գործողություններ, որոնք առաջինը գոնե ուշադրություն կգրավեն, մարդիկ կիմանան, որ կան այսպիսի խմբեր, թիմեր, այսպես կուսակցություն կա։ Այսինքն սրանք մեթոդ են ուշադրություն գրավելու։ Իհարկե, տեսեք, բոլորը չկա այդպիսի հարթակ, որտեղ չխոսեն այլևս բոլորին դեմ են մասին ու գրեթե չկա այդպիսի մարդ, ով չգիտի, որ կա բոլորին դեմ են կուսակցություն իր առաջարկներով։ Հաջորդ քայլով, այո, մենք զուգահեռաբար իրականացնելու ենք նաև ուշադրությունը գրավելու այլ հնարավորություններ եւ կուլտերոսներ։ Չեմ ասի ինչ են անելու, դա ավելի շատ այդ կրեատիվ խումբն է մտածում, ավելի համեմատած ավելի երիտասարդների թիմն է մտածում, որոնք կարծում են, որ այսպիսի գործողությունները ամենակարևոր հարցը ուշադրություն գրավեն այն մարդկանց մոտ, ովքեր ընտրությունների երբեք չեն եկել ու չեն մասնակցել։ Մենք ունենք մոտավորապես 40-ից 50% ընտրություններին չմասնակցող մարդիկ, ովքեր որևէ կերպ որևէ մեկին չեն վստահում եւ կուսակցության անունն էլ նշեմ, որ այս կուսակցությունը ժամանակավոր կուսակցություն է եւ անվանումն էլ պատահական չի ընտրվել, սա մարդկանց խաբելու, շփոթեցնելու նպատակով չի։ Մենք իսկապես ունենք այդ գաղափարը, որ բոլորին դեմ են մարդկանց, այդ տրամաբանության մեջ գործող առաջնորդվող մարդկանց, ոչ թե նստեն տանը ու չմասնակցեն ընտրություններին, այլ անպայման գան ընտրություններին մասնակցեն, ձայնը տան մեզ, բայց դա նորից խաբեություն չի։ Շատ պարզ տրամաբանություն կա դրած։ Մենք խոստանում ենք մարդկանց, որ մենք ավելացնելու ենք բոլորին դեմ, մենք հենց այդ բոլորին դեմ են մարդկանց ենք ներկայացնելու։ Մենք չենք պաշտոնավարելու, ինչպես մնացած իրենց խոստումները տալիս են, ինչ որ գործողություններ անում չեն անում, բայց տարիներով նստում են պարլամենտում, պրեմիաներ ու աշխատավարձներ են ստանում, միջազգային վոյաժներ են անում այդ նույն հարկատուների բոլորին դեմ մարդկանց անունից, մենք գալու ենք շատ կոնկրետ գործողություններով։ Ինչ նկատի ունենք, որ ասում եք կուսակցությունը ժամանակավոր, այսինքն ընտրությունների կազմակերպումից հետո մեր նպատակը հետևյալն է։ Մենք ասում ենք, որ մեր երկրում պետք են շատ գլոբալ մեծ փոփոխություններ, բայց միանգամից գալ համաձայնության շատ տարբեր թիմերի միջև այդ գլոբալ փոփոխությանը հնարավոր չի։ Դրա համար մենք պայմանավորվել ենք 3 կոնկրետ քայլերի շուրջ։ Մենք ասում ենք, որ պարտադիր պիտի շեմը իջեցվի 1%-ի։ Անցողիկ շեմը պիտի իջեցվի 1%, ինչու, որովհետև փոքր թիմերը երբեք հնարավորություն չեն ունենում գալ եւ մասնակցել ընտրություններին։ Այսպես կմասնակցեն կմտնեն խորհրդարան։ Շատ լավ կլինի, որովհետև այլապես մենք ստիպված ենք լինում ընտրելու նույն մարդկանց միջև։ Նույն մարդկանց միշտ լինում է ընդդիմադիր կամ իշխանություն Նիկոլ Փաշինյանը խառնաշփոթ չի ստեղծի, սերնդափոխություն կլինի։ Մի քանի ուժ միանգամից ազգային ժողովում շատ կարևոր է։ Դա կսովորեցնի մեզ իրար հետ խոսել, իրար հաշվի առնել եւ իրար վրա շիշ շպրտելու, մայր հայելու փոխարեն նստելու բանակցել ու պայմանավորվել իրար, շատ կարևոր է։ Երեք ուժ իրար հետ չեն կարողանում լեզու գտնել։ Դա գիտեք ինչից է, որովհետեւ կա մեր հաջորդ կետը, կա մեծամասնության, հա, կայուն մեծամասնության խնդիրը, որովհետեւ նա ով գալու է իշխանության, ինքը գիտի, որ если вдруг что, ինքը մեծամասնությունը խփում ու դուրս է գալի դամ
բան կա։ Դրա համար ինքը ոչ մեկ չի ուզում խոսելու։ Իսկ երբ որ մենք ունենանք իրավիճակ, որտեղ դաշտում կլինեն, պարլամենտում կլինեն փոքր ուժեր, որոնց 1 ձայնից, 2 ձայնից, 5 ձայնից կախված լինելու օրենքների ընդունումը, ստիպված են լինելու իրար հետ մարդավարի, առնվազն գոնե իրար հետ մարդավարի խոսել։ Այն պարկեշտության կանոնը պահպանել, ոչ թե իրար շիշ շպրտել ու մար հայել։ Եվ երրորդ ամենակարևոր առաջարկը մենք որ անում ենք, դա բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ավելացնելը, որը զուտ տեխնիկական քվեաթերթիկ չի, սա շատ կարևոր է պատկերացնել։ Երբ որ մարդիկ գալիս են ու քվեարկում են, այ ոչ թե հիմա մեր կուսակցության համար, այլ հետագայում այդ քվեաթերթիկը բոլորին դեմ եմ երբ ավելացվի։ Այս քվեաթերթիկի հավաքած տոկոսների համաձայն պարլամենտում դատարկ տեղեր են մնալու եւ կուսակցությունները պիտի պայքարեն ամեն ձայնի համար, որպեսզի մարդիկ չգնան ու իրենց չմերժեն, ոչ թե տանը նստեն ու մերժեն բոլորին, այլ չգան ընտրություններին չմասնակցեն ու բոլորին դեմ եմ քվեաթերթիկին ձայն չտան ու բոլորը զրկվեն այդ հնարավորություններից եւ լծակներից։ Գալու են ու խնդրեն ժողովրդին, մարդկանց, հասարակությանը, ոչ թե արհամարեն, ոչ թե զզվացնեն, ոչ թե հոգնածնեն, ոչ թե հասնեն այն նևրոզի, որ մարդիկ ընդհանրապես ոչ մեկի անունը չուզենան լսելու, այլ իմանան, որ դրա դեմ ժողովուրդը գործիք ունի ու դա մենակ փողոց դուրս գալը չի, որտեվ հիմա տենց մոդայի կա դարել, հա, վարչապետն էլ խելացնոր ինչ որ առաջարկ ան, ասում են, ինձ ուզում եք մերժեք, դուրս եկեք փողոց։ Ժողովուրդը չպիտի ամեն անգամ դուրս գա փողոց։ Ժողովուրդը պիտի գործիք ունենա, ազդեցություն ունենալու թե իշխանության, թե ընդդիմության վրա, ու դա լավագույն գործիքներից մեկն է այդ բոլորին դեմը։ Կապիտան, իսկ այստեղ մի փոքր մանիպուլյացիոն տեխնիկա չկա, ինչ առումով որ օրինակ քաղաքացին, ով այդպես չի խորանում, շատ չի հետևում բոլորի քարոզարշավին, գնում է տեսնում է բոլորին դեմ եմ, իրեն թվում է թե որևէ ուժի օգտին չի քվեարկել։ Ինքը քվեարկում է բոլորին դեմ եմ, այսպես նշանակում է, չիմանալով որ դրա հետևում եւս կանգնած են քաղաքական գործիչներ, քաղաքական դեմքեր, որոնց ինքը չի ճանաչում։ Շատ կարևոր է, տեսեք, քվեաթերթիկի վրա գրված են լինելու բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, տակը լինելու են 3 անուններ։ Այսինքն մարդը գիտակից մարդը, որը գնում ընտրություններ, ինքը բնականաբար այդ որ տեսնի դժվար թե տենց մոլորության մեջ ընկնի։ Ստեղ այլ խնդիր կա։ Հիմա մեզ օրինակ շատ անգամ մեղադրում են, ասում են, այ եթե դուք անցնեք պարլամենտ, դուք կտաք ձեր ձայները այս ինչ որ մեկին։ Այ բոլորին դեմ եմ քվեարկած մարդիկ, եթե իրանք նախասիրություն ունենային ուրիշին ձայնը տալու, իրանք կգնային այդ ուրիշին ձայնը կտան, որևիցե մեկ այլ կուսակցությանը։ Եթե եկել են ու բոլորին դեմին են ձայնը տվել, դա նշանակում է իրանք համաձայն են մեր խաղի կանոնների հետ։ Այլևս այդ մեր ակցիաներից հետո ես կարծում եմ շատ քիչ մարդ կա, որոնք չգիտեն, որ բոլորին դեմ եմ, այլևս կուսակցություն չի։ Այ այդ մենք խայպը որ արեցինք, մուլտերոսներով ու մնացած հիմա ֆինանս չկա, այսպեսի մեթոդներով են փորձում ուշ։ Այդպես է։ Շատերը մեզ հիմա մեղադրում են, ասում են թե այս ինչ տեղից Ռուսաստանից, մի հատ Ռուսաստանից եկած կամ Ռուսաստանից եկածներ վերագրվող մարդկանց հնարավորությունները նայեք ու մեր հնարավորությունները նայեք, ասում եմ, տարբերությունը զգացում է, չէ՞, որ մեզ մոտ այդքան անսահման հնարավորություններ չկան, մեր հնարավորությունները շատ խիստ սահմանափակ են, դա նշանակում է, որ մենք այտենց կրեատիվ ինչ որ մեթոդներով ենք առաջնորդվելու։ Շատ հետաքրքիր բաներ են մտածել, հիմա չեմ բացահայտի, որովհետև դրանք Իսկ հենց կուսակցության անդամներն են, թե։ Այո, ցուցակից եղած մարդկանցից մեկն է, անկեղծ ասած մնացածի մասին չեմ հարցրել, որտեվ կենտրոնական տրական հանձնաժողովում ներկային էլի հերոսներ, տենց մասկաներով մոռացել եմ հարցնել էլ ովքեր են եղել, բայց Spider-Man-ը այո մեր ցուցակից է եւ դա նորից շատերը ասում են, որ այ դուք անլրջացնում եք այդ անլրջությունը նման օրհասական պահերի, ես ուղղակի խնդրում եմ էլի մարդկանց ֆիքսել, արդյոք այսքան ժամանակ ձեզ մոտ չեն եկել մարդիկ շատ լուրջ դեմքի արտահայտությամբ, տենց վսկապներով, կամ չեմ ինչ են կոչում, գալստուկներով, կոստյումներով, թանգանոց կաբինետներից տենց ճոխ աթոռներից նստած կամ մեծ թանկ ու կրակ քարոզարշավներ են առել, ձեզ խոստումներ են տվել, ու այդ խոստումները, այդ լուրջ դեմքով տված խոստումները չեն բերել, մեզ չեն հասցրել այսօրվան։ Մարդիկ պիտի հասկանան, թե որտեղ են իրենց խաբել։ Իրենց խաբել են այն ժամանակ, երբ որ այդ լուրջ դեմքով լուրջ խոստումներ են տվել, ոչ թե մենք, որ ուղղակի ուշադրություն գրավելու համար ենք այս process-ը իրականացնում։ Տիկին Կարապետյան, ձեր ուժի հետ կապված մի քննարկումներ կա, թե քաղաքագետները, հա, թե նաև քննարկումներին, երբ որ համացանցում անակ հետևում են, ձեզ ինչու են բոլորին դեմը ասոցացնում Նիկոլ Փաշինյանի հետ, շատ հաճախ ասում են իր պրոյեկտն է, ու կտեսնեք, ասում են վերջում ձայները իրեն են տալու, այսպես Նիկոլ Փաշինյանը փորձում է ձայներ վերցնել։ Եկեք ես կասկածի տակ դնեմ նրանց, ովքեր որ ներկայանում են որպես քաղաքագետ ու մեզ կապում են Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ այդ մարդիկ զրո անալիտիկ մտածողություն ունեն։ Չի կարող մի թիմ, որը որ իր կազմում ունի այնպիսի մարդիկ, ովքեր երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի հետ մեղմ ասած, շատ մեղմ ասած հաշտ չեն եղել, կապել Նիկոլ Փաշինյանի պրոյեկտի հետ։
Ես մի կողմից ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանական լինելը այլևս պիտակ է, այլևս վիրավորանք է, այլևս մարդիկ, ես օրինակ դա ընդունում եմ որպես անձնական վիրավորանք, ուրախ եմ, որ մարդիկ սկսել են այդպես ընկալել նիկոլական լինելը, որովհետև կար ժամանակ, երբ մենք փորձում ենք բացատրել ինչա նշանակում նիկոլական լինելը, Նիկոլի սատարելը, Նիկոլի պրոյեկտները առաջ տանելը, եւ մարդկանց հանրության ճնշող մեծամասնությունը ցավոք դա չհասկացավ։ Հաղթեք դուք բոլորի թեկնածունեք չէ լինելու, եթե այնպես ստացվի առավել ձայներ հավաքեք, դառնեք վարչապետ, այդ թվում նիկոլականների վարչապետ։ Տեսեք, մենք բնականաբար եւ դա չի որևէ կերպ իրենց այսպես խնդիր չի առաջացնելու, բացի այն մարդկանցից, ովքեր հետևողականորեն հակահայկական, հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաիրավական եւ հետեւաբար հանցավոր գործունեություն են ծավալել։ Դա պիտի մարդիկ հասկանան, որովհետև Նիկոլ Փաշինյանին ես բազմիցս այդ ձեր եթերից ասել եմ, Նիկոլ Փաշինյանին քիչ է, որ ինքը հանցավոր գործունեություն է իրականացնում։ Ինքը տարբեր մարդկանց, այդ թվում նաև անտեղյակ մարդկանց, մեր շարքային քաղաքացիներին, ինքը դարձնում է հանցակից։ Օրինակ, երբ որ եկեղեցու վրա հարձակումներ են իրականացնում, օրինակ, երբ որ, չգիտեմ, ինչ որ միջոցառումներ են կազմակերպում, որտեղ խախտվում են այլ անձանց սահմանադրական իրավունքների, իհարկե Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ եկեղեցու հետ կապված ինչ տեսլական։ Տեսեք, Նիկոլ ներողություն, բոլորին դեմ եմ կուսակցությունը, ինքը շատ կոնկրետ մեկ նպատակ իրականացնելու, փոփոխությունների սկիզբը դնելու, առաջի քայլը անելու համար մի process է։ Բոլորին դեմ եմ, դա այն գաղափարական, խորքային տարիների ապագա կանխատեսող կուսակցություն չի, սա ընդհանրապես գործիք է, ընտրություններին մասնակցելու համար դու պիտի լինես կուսակցություն, այլ ընտրանք այս միջավայրը ուղղակի չի թույլ տալի։ Դու պիտի գնաս թեկուզ ձևական մի կուսակցություն գրանցես, որպեսզի մասնակցես ընտրություններին։ Այսինքն մենք հավաքվել ենք կոնկրետ այս 3 փոփոխություն իրականացնելու համար եւ խոստանում ենք, որ այս 3 փոփոխություն իրականացնելուց հետո մենք լուծարվելու ենք։ Այսինքն սա երկարատև process չի լինելու, ենթադրենք ընտրությունները անցկացվեցին, դուք հաղթեցիք, այլևս ասում եք մենք իշխանություն, չէ՞։ Ինձ դες դուր է գալի ձեր մտքի թռիչքը, շատ դուր է գալի։ Շատ կարևոր է այս մասը նաև մեր հանրությանը տեղացնելու համար։ Տեսեք, մենք ասում ենք հետեւյալը։ Ենթադրենք մենք անցնում ենք պարլամենտ, մենք այդքան մեծամիտ չենք, որ ենթադրենք, որ 51 եւ ավել տոկոս ենք անելու, որ միանձնյա կառավարություն կազմակերպենք։ Մենք ենթադրում ենք, որ որոշակի տոկոս, հիմա չեմ ասի ինչքան, բայց մենք ունենք որոշակի սպասումներ։ Ձայներ ենք հավաքելու, հայտնվում ենք պարլամենտում։ Եվ երբ արդեն գալիս է, եւ ենթադրում ենք նաեւ եւ վստահ ենք, որ որևէ այլ կուսակցություն բավարար ձայներ չի հավաքելու միանձնյա իշխանություն ձևավորելու, կառավարություն ձևավորելու համար։ Հետևաբար նշանակում է, որ մեր ձայնը ինչ որ իմաստով որոշիչ է լինելու։ Մենք առաջարկում ենք հետեւյալը։ Մենք ոչ թե միանում ենք կամ մեր ձայները տալիս ենք ինչ որ մի ուժի, որ իրանք դառնան իշխանություն, մենք ասում ենք, մեր վարչապետի տեխնացուն, մեր պրոյեկտը եւ մեր վարչապետի տեխնացուն կազմակերպում է ընտրություններ 100 օր հետո։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ 100 օր հետո։ Այո, 100 օր հետո, ինչու՞։ Որովհետեւ մեր բոլորին դեմ եմ կուսակցությունը արդեն կլուծարվի, մեր վարչապետի տեխնացուն պարտավորություն ունի, տվյալ դեպքում արդեն ես, այո, 10 տարի այլևս քաղաքական որևէ նշանակովի կամ ընտրովի պաշտոնում մասնակցելու հնարավորություն չպիտի ունենա, եւ սա նշանակել է, որ առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ ընտրությունները կազմակերպվել են մի մարդ, որը չունի քաղաքական թիմ, որը չունի հավակնություններ։ Այո, սա շատ կարևոր է, սա շատ կարևոր է այս փոփոխությունները։ Առաջին քայլի համար մեզ մեղադրում են նաև հետևյալը, ասում են, այս ծանր ժամանակներում դուք որոշել եք այս փոփոխությունները, այո, սրանք շատ լավ փոփոխություններ են, կարևոր փոփոխություններ են, բայց հիմա դրա ժամանակը չի։ Դրա ժամանակը երբեք չի գալու։ Եթե դու չես անում կոնկրետ քայլեր փոփոխություններ ստանալու համար, այդ բարեկեցիկ, այդ ճիշտ կանոնակարգված բովանդակային արժե համակարգ ունեցող իրավիճակը երբեք չի գալի։ Պիտի ամենադժվար ժամանակում ամենածանր քայլերի գնաս եւ սա այդ քայլերից ընդամենը 3-ն է, փոքրն է։ Եթե հիշում եք, մենք այստեղ խոսել ենք նաև նժարի պրոյեկտի մասին, որը շատ ավելի մեծ է, շատ ավելի լայն է, բայց մենք մեզ հաշիվ ենք տալիս մեր նժարի թիմը, որ շատ կարևոր է առաջի քայլը անել, հետո մենք այլևս կզբաղվենք մեր նժարի գաղափարները տարածելու իմաստով, այսինքն պաշտոն չզբաղեցնելը դեռ չի նշանակում քաղաքականության մեջ չլինելը, որտեղ ես շատ զգացված եմ իհարկե մեծ թվով մարդիկ ասում են, բա ոնց կլինի, ենթադրենք դուք հաղթեցիք
փորձեցիք, եղաք վարչապետ, հետո շատ ափսոս կլինի, եթե 10 տարի չլինեք այլևս քաղաքականության մեջ, որ քաղաքական process-ների մասնակից լինելը անպայման չի պաշտոնով լինի։ Ես հասկանում եմ, որ պաշտոնը մոլուցք է դառել մեր ժողովրդի համար, անձնական բարեկեցության կամ ինչ որ ստատուսն կարգավիճակ ինչ որ ունենալու տենց սաղ մարդիկ տառապում են դրանով, բայց իսկապես մենք շատ մեծ աշխատանք ունենք անելու ու դրա համար պարտադիր չի պաշտոն ունենալը, դրա համար պարտադիր է ունենալ արժեհամակարգ, միտք, գաղափար եւ այս պետության մեջ ինչ որ բան փոփոխելու ցանկություն ու կարողություն։ Տիկին Կարապետյան, եթե անգամ արդեն հետընտրական process-ում այնպես ստացվի, որ հա բոլորին դեմի ձայնից կախված լինի իշխանության փոփոխությունը, ենթադրենք այսպես ձայներ տալը, այդ դեպքում են որևէ ուժին այսպես նույն տրամաբանությամբ, տեսեք, բոլորին դեմ, այ եթե մենք գանք ու մեր ձայները տանք որևիցե մեկին, կապ չունի ում մասին է խոսքը, որևիցե մեկին, այ բոլորին դեմը քվեարկած մարդիկ կասեն դուք մեզ խաբել եք։ Բայց ժամանակին կասեն ձեզանից էր կախված Նիկոլ Փաշինյանի հեռացումը, չարեցին։ Եթե մարդիկ ուզենային իրենց ձայնը տային այդ հեռացնելու համար տային, չեմ ուզում ուղղակի որևէ մի կուսակցության առանձնացնել, որևէ մեկ այլ կուսակցության, իրանք կտային իրանց։ Մենք ասում ենք, մենք գալիս ենք մտնում ենք պարլամենտ, եւ եթե մեր ձայներից է կախված, ապա մեր խաղի կանոններ են։ Ես ընդունում եմ, որ սա ուլտիմատում է, սա վերջնագրի նմանվում է, բայց մենք չենք գալի քաղաքական առևտուր անելու։ Մենք գալիս ենք շատ հստակ պրոյեկտով։ Ոչինչ չի խանգարում որևէ մի կողմի ընդունել այս խաղի կանոնները, ընդունել մեր առաջարկը եւ կարող են իրենց ուլտիմատումները ներկայացնել, ոնց որ շատ լավ, այդ դեպքում իրենք գնալու են երկրորդ փուլ։ Այդ դեպքում իրենք ցավոք սրտի գնալու են երկրորդ փուլ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Ցավոք սրտի գնալու են երկրորդ փուլ եւ այո, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը ունի շատ մեծ շանսեր երկրորդ փուլի պայմաններում վերարտադրվելու շատ մեծ շանսեր ունի։ Այս դեպքում ի՞նչն է խանգարում ընդդիմությանը, ընդամենը 100 օր հետո նորից գալ փորձել մասնակցել ընտրությունների մարդկանցից ձայներ ստանալ։ Այլապես նշանակում է շատ ուրիշ բան։ Նշանակում է, որ մնացած ուժերը ուղղակի ուզում են գալ այս սուպեր վարչապետական բանի սահմանադրության պայմաններում գան եւ դառնան հերթական մեր գլխացավանքը, որ հետո մենք պայքարելու ենք, մեկը ես նորից ինգնեմ փողոցներով նորից պայքարել նոր իշխանությունների դեմ։ Եթե 100 օր հետո ընտրություններ կազմակերպեցիք, էլի Նիկոլ Փաշինյանը մասնակցեց, հաղթեց։ Դժվար, ես չեմ կարծում։ Այդպիսի ասել են եկակ էլի Նիկոլ Փաշինյանի հեռացնելուց հետո, եթե հնարավորություն եղավ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, 100 օր հետո հանրության այն մասը, որը որ մտածում էր, որ Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է, իրանց մտածողության մեջ եւս փոփոխություն է տեղ ունենում։ Շատ կարեւոր է, թե ինչ մեսեջներ են հղում օրվա իշխանությունները տարբեր հարթակներից սկսած հմեկից վերջացրած պարլամենտի այդ հարթակներից, այդ հայոյանքի վիրավորանքի ազգային նվաստացման, եկեղեցու հասցեին, հոգեվորականների հասցեին հայոյանքի փոխարեն, երբ որ հնչում է կոչ արժեքներ կրելու, հայկականը պաշտպանելու, ազգային պետություն ստեղծելու, այլևս Նիկոլ Փաշինյանի հետևից գնացողներ չեն լինելու։ Հիմա գիտեք, Նիկոլ Փաշինյանի հետևից շատերը գնում են զուտ իներցիայով, որովհետև այդպես մարդիկ շատերը ամանչում են ասել, որ իրենք սխալվել են, որտեղ մարդ էակը շատ դժվար է ընդունում ինքը իր սխալը։ 18 թվականին փողոց դուրս եկած մարդկանցից ու միջև այսօր Նիկոլ Փաշինյանին սատարողներից շատերը ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրանք սխալվել են։ Ես ընդունում եմ, որ ես սխալվել եմ։ Ես ընդունում եմ, որ ես չկարողացա մարդկանց 19 թվականից սկսած բացատրել, որ չի կարելի թողել իշխանությանը այսպես սանձարցակ վիճակի։ Ես սխալվել եմ ասում եմ ոնց չեմ կարողացել բավարար բացատրել մարդկանց, որ ցանկացած իշխանության պետքա վերահսկել եւ քաղաքասարակությանը դրա մեջ պիտի շատ մեծ դերակատարություն ունի եւ ցանկացած հայաստանյան քաղաքացի դրա մեջ շատ մեծ դերակատարություն ունի։ Ես դա չեմ կարողացել անել։ 18-ին խաբվել եմ, 19-ից սկսած փորձել եմ բացատրել մարդկանց չի ստացվել եւ դա է պատճառը, որ ես թողել եմ իմ շատ սիրելի, շատ ինձ համար հոգեհարազատ մի ոլորտ իրավապաշտպանությունը ու որոշել կայացրել մտնել քաղաքականության մեջ այս գործիքակազմով շարունակականությունը ապահովելու համար։ Այնպես որ որևէ հույս, որ թիմը որ կրկին քաղաքականության մեջ էլ, հա, այսպես սայթակեք սխալվեք անսխալական մարդիկ չկան, բոլորն էլ բանանելու, հա, շփոթվելու, սխալվելու հնարավորություն ունեն, ստեղ դու պիտի ինքդ քեզ հաշիվ տաս ու հասկանաս քո սխալները հետևանքը ինչը պիտի լինի։ Դու չես կարող դառնալ ցեղասպանության հանցակից ու հետո ասես շուհուր դե ոնց որ սխալվել էի։ Դու չես կարող գալ Արցախի կորուստի մեղավոր ու պատասխանատուներից մեկը լինես ու գաս ասես ես ճիշտ չէի գնահատել ու անգամ ներողություն չխնդրես քո ժողովրդից քո սխալների համար անգամ խիզախություն չունենաս ասել որ այս իմ խելքի բանը չի ես թողում եմ գնամ օրինակ
հա իհարկե պիտի ընդունել ենթադրել որ բոլորն էլ անսխալական չեն պետքա կարողություն ունենալ եւ դա հենց արժեհամակարգ ունեցող մարդկանց առանձնահատկությունն է ընդունել սխալները դա նաեւ պատասխանատվության հարց է ես շատ երկար ժամանակ չեմ համաձայնվել մտնել քաղաքականության մեջ ես 20 թվականից ստացել եմ այդ առաջարկները թե առանձին կուսակցություն ստեղծելու թե ինչ որ կուսակցության ինչ որ թիմերի քաղաքական մաս կազմելու ես մերժել եմ որովհետեւ համարել եմ որ պատրաստ չեմ այն ժամանակ եթե չմտնենք խորհրդարան էլի իրավապաշտպանությամբ եք զբաղվել ես չեմ կարծում որ հետ դեպի իրավապաշտպանություն քաղաքականությունից կարելի է վերադառնալ դա ճիշտ չի որովհետեւ քաղաքական Թեպետ ես ինքս կուսակցական չեմ, որտեղ ոչ նժար ներկուսակցություն, ոչ ես բոլորին դեմ եմ կուսակցության անդամ եմ, ես շարունակում եմ մնալ անկուսակցական, բայց ճիշտ չեմ համարում իրավապաշտպանություն վերադառնալը։ Շատ մարդիկ են եղել հետաքրքիր է իմիջիալոց, մեծ թվով մարդիկ կան, որոնք տարբեր կուսակցական ցուցակներում են եղել ու հիմա այսպես մեծ Ջանասիրությամբ ներկայանում են որպես անկախ էքսպերտներ, զուգահեռաբար պաշտպանում են ուրիշ կուսակցության անդամ են եղել, հիմա սատարում են Նիկոլ Փաշինյանին ու իր կուսակցությանը, սա ճիշտ չի։ Դու չես կարող անաչառ լինել, բոլոր դեպքերում քո անաչառությունը ամեն պահի կարող են կասկածի տակ դնել, իսկ ես չէի ուզենա այդպես լիներ։ Տիկին Կարապետյան, դուք փաստորեն այս ընտրություններում ու առհասարակ եթե ճիշտ եմ, հա, այսպես հիշում, միակ այսպես կին վարչապետի տեխնացուն եք, դա լավ է, առավել է, վատ է, լավ, ամեն դեպքում այս ընտրություններում, նախորդ ընտրությունները չեմ։ Հա, այս ընտրություններին չեմ, չէ, եղել է, էլի կին վարչապետի տեխնացու եղել է, ես հիշում եմ Լուսինն է, Ավակյան, իդեպ Լուսինն իմ կուրսեցին է, մի կուրսից երկու վարչապետի տեխնացու կին, հա, հետաքրքիր բան։ Լավ, այս դեպքում ենթադրում եմ, ես չգիտեմ, մնացած բոլորը այդ են հայտարարել են, ես ճիշտ ասած չեմ հասել հետևել։ Okay, չէ, ոչ առավելություն, չգիտեմ, կլինի առավելություն թե չի լինի, մենք ես երևի միակն եմ այս process-ում, որը երկու տարբեր թիմերի վարչապետի տեխնացուն է եղել ու ես այնքան շնորհակալ եմ այդ վստահության համար, որովհետև մեծամասամբ տղամարդկանցից կազմված թիմերը, թե նժար սամդրական շարժումը հայտարարեց վարչապետի տեխնացու, ինձ թե բոլորին դեմ եմ դրեց քվեարկության, ժողովրդավարական շատ հետաքրքիր process-ով ենք անցել եւ ելի առաջադրեցին, ընտրեցին կին վարչապետի տեխնացու, սա շատ ուրախալի է, ի տարբերություն մնացած կուսակցություններին, որտեղ անփոփոխ հարատև եւ հավերժ քաղաքական գործիչներ կան եւ իդեպ երբ որ խոսում են ժողովրդավարության ջատագովության ու չգիտեմ ինչերի մասին հա տենց մեծ փոփոխությունների գնալու մասին ժողովուրդ դուք սկի չեք կարողանում ձեր կուսակցության ներսում ընտրություններ անել ձեր կուսակցական առաջնորդներին փոխեք դե նույնն էլ ԿՊ-ն է դե լավ ասում իսկ ում պարզ չէ որ ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի բացակայության դեպքում այլևս կուսակցություն չի լինելու դա ուղղակի հավաքվել են Նիկոլ Փաշինյանի ոնց են ասում պաշտամունքի կուսակցությունն է դա քաղաքական քաղաքական կուսակցություն չի մարդիկ ովքեր որ շատ հեշտորեն կարողանում են իրենց այսպես քաղաքական պրոյեկտներից հրաժարվել ու կարողանում են դրան ուղիղ հակառակ process-ներ իրականացնել դրանք ինչ քաղաքական կուսակցություն օրինակ քաղաքական կուսակցություն կարելի է ասել թեպետ ես շատ հարցերում համաձայն չեմ դաշնակցության հետ կարելի է ասել քաղաքական ոչ թե կարելի այլ քաղաքական կուսակցություն են մնացած էլի կան որոշ քաղաքական կուսակցություն շատ հետևողականներ են ԿՊ-ն ինչ ԿՊ-ից հանեցիր Նիկոլ Փաշինյանին տակից տեսեք ոնց են փախնելու ու ոնց էին Քրիստոսի առաքյալներից ոմանք խաչման պահին ասում չէ ես ես մարդուն չեմ ճանաչում հա միջև ակլորի 3 անգամ կանչեց 1000 անգամ ասում հրաժարվեցին իրանց բանից Աստծո որդուց 1000 անգամ այն նույն ձևի լինելու է Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը եթե չլինի դուք չեք կարողանալու մարդկանց ապացուցեք որ իրանք եղել են ԿՊ-ի ջատագովները լավա հիմա ինտերնետ գոնե կա գոնե լուսանկարները կան գոնե վիդեոները կան պահպանվում են տարբեր տեղերում սերվերներում մարդկանց կարաս ապացուցես բայց կասեն բաներ սխալվել ենք ներողություն չեն խնդրի ներողություն խնդրելու համար պետք է արժեհամակարգ ունենաս այդ մարդիկ արժեհամակարգ չունեն նրանք ովքեր որ Նիկոլ Փաշինյանին այս հակահայկական հակապետական գործնեությանը սատարում են այդ մարդիկ բացարձակ արժեքներ չունեն Տիկին Կարապետյան եւ այսօր քարոզարշավի արդեն երկրորդ օրն է, հա 3 մեկնարկել, բայց արդեն այսպես սկսել է փոխադարձ, այսպես խայթոցները կուսակցությունների։ Սեղ շպրտում է, ինչ որ մենք ցույց տվեցինք, այո, դատական հայցեր են ներկայացվում Նիկոլ Փաշինյանն դեմ Սամվել Կարապետյանի, այո, այսպես է քարոզարշավը սկսվել, դեռ մեկնարկն է սա։ Վերջում ինչ է։ Ես ճիշտ ասած ոչ թե այդ ցեղ շպրտոցը իրար դատի տալու սպառնալիքները կամ չգիտեմ սունկակերության մեջ մեղադրելու նյութերը կնայի, ինձ համար շատ ավելի անհանգստացնող էր այլ իրադարձություններ, մասնավորապես
Բանակցությունների հայ-թուրքական բանակցությունների ընթացքում մասնակցած թարգմանչի մահը իր մեքենայի մեջ հանկարծամահությունը, հայտնի բլոգերի հանկարծամահությունը ինձ համար մեղմ ասած տարակուսելի է, շատ տարակուսելի է, որովհետև ես չգիտեմ թարգմանիչ տղան ինչ ամենայն հավանականությամբ եւ վստահաբար այդ տղան մեծ ծավալի ինֆորմացիայի կրող է, որովհետեւ թարգմանիչները գրեթե միշտ ներկա են լինում տարբեր փակ բանակցությունների, որոնց մասին ոչ մեկ չի խոսում։ Չեմ կարող ասել, ես կասկածներ հանկարծամահություն է։ Հանկարծամահությունը, գիտեք, ասում եմ, ես այնքան հին եմ ու այնքան շատ հանկարծամահություններ եմ տեսել, որոնք հետո պարզվել է, որ այդքան էլ այդպես չի եղել, ու ես այս իրավիճակում, այս լարվածության մեջ լուրջ կասկածներ ունեմ, հիմքեր ունեմ կասկածելու, որ դրանք կարող են եւ պատահական չլինել, եւ մյուսը շատ հայտնի, բավականին տենց կոշտ քննադատող, շատ ըստ էության, ի տարբերություն շատերի ոչ թե տիեզերական մասշտաբի ինչ-որ հայյանքներով, այլ շատ բովանդակային, շատ կոնկրետ, շատ իմաստալից քննադատություն գործող իշխանությունների հասցեին իջեցնող մարդ էր։ Հիմա այս մարդկանց ու էլի գուցե կլինեն դեպքեր այս ընթացքում, ու դա շատ ավելի անհանգստացնող ու կարևոր է ինձ համար, քան քաղաքական դրդապատճառներ։ Չեմ կարող ասել, բայց կասկածներս շատ տեղին են, որովհետև այդ մարդիկ ուղակի բլոգեր չէր, չգիտեմ, սննդամթերք գովազդող բլոգեր չէր կամ բիգուդի օրինակի համար մանիգյուր։ Այդ մարդը շատ կոնկրետ քաղաքական միտք էր տարածում։ Պարզա չէ, որ դա այդպիսի դեպքեր, չգիտես ինչի չեն պատահում, նո Աստված բոլորին 1000 տարվա կյանք տա, սխալվող մարդիկ են մարդիկ, բայց չգիտես ինչի չի պատահում, չէ, շատ պատահական օրինակ բաների հետ։ Նիկոլ Փաշինյանի քարոզը ուղիղ իմաստով քարոզը տանող բլոգերների հետ ոչինչ չի պատահում։ Իրենց խնդիրները շատ արագ կարծես թե լուծվում են։ Այդ թվում նաև ֆինանսական խնդիրները կարծես թե սկսում են լուծվել։ Իսկ այդ ոնց եղավ, որ այլ թարգմանիչների հետ, այլ բանակցությունների մասնակցած թարգմանիչների հետ ոչինչ չի պատահում։ Էլի նորից Ժորժ ջան ասում չեմ թիրախավորում, կներեք, ուղղակի օրինակ եմ ուզում բերել։ Իսկ այն մարդիկ, ովքեր կարող էին տեղեկատվություն կրել եւ կրում էին այդ տեղեկատվությունը, մասնավորապես թարգմանիչը, եւ մասնավորապես ցանկացած բնույթի ամբողջ ծավալը, որ խոսեցվել է այնտեղ, եւ այն ինչի մասին մեր հանրությունը չգիտի, այդ տղան տեղյակ է եղել։ Դա պարզ տրամաբանություն է, ցանկացած թարգմանիչ, ցանկացած տեղ, որը ներկա է գտնվում, ինքը հավասարապես քո հետ նստած ներկա է լինում եւ տեղեկացում այն ամեն ինչի մասին, ինչը դու խոսում ես ցանկացած մեկ այլ երկրի պաշտոնյայի, ներկայացուցիչի, որևէ կազմակերպության ղեկավարի, դեսպանների ու մնացածի հետ։ Թարգմանիչը հավասարապես ձեզ հետ ներկա է գտնվում, եթե դու լեզվին չես տիրապետում։ Ու ինքը տեղեկացված է ավելի քան Եվ մեծամասամբ իրենք նաև տեղեկացված են լինում այլ process-ներից, որոնք որ հանրայնորեն չեն հրապարակվում։ Եվ հասարակությունը գուցե դա իմանալու պարագայում շատ ավելի այլ դիրքորոշում ունենա։ Իհարկե իրենք ունեն իրենց այսպես չգրված եւ գրված կանոնները իրենք չեն կարող հրապարակել, բայց գիտեք մարդկայնորեն կարելի է հասկանալ, որ կան իրավիճակներ, որտեղ դու չես կարողանում լռել։ Որևէ կերպ փորձում ես խոսել, որևէ կերպ փորձում ես տեղ հասնել այն տեղեկատվությունը, որը պետական անվտանգությանը կարող է սպառնի, հայությանը, հայկականությանը, մեր պետականությանը կարող է սպառնա։ Այս իմաստով ես չեմ պնդում, որ սա հենց այսպես էլ եղել է, բայց ես բոլոր հիմքեր ունեմ կասկածելու ընտրություններին ընթരാճ, այս դեպքերը ինձ համար շատ կասկածելի են։ Ավելին ասեմ, ես սա կանխատեսել եմ շատ ավելի վաղուց, ես ասում եմ, որ նոր ձերբակալումներ, կալանավորումներ, հետապնդումներ, AI-ով սարքած նյութեր, մարդկանց վարկաբեկող, ինչ որ անորոշ, դե հետո գնա հերքի այդքանը, չի բացառում նաև անգամ այսպիսի դեպքեր, որոնք կարող են հենց քաղաքականացված լինել, որտեղ մինչև այս process-ը մենք արդեն ունեցել ենք։ Մենք ունենք ապրելու երկիր բանը, հա, գյուղապետ Վլադիմիր ազգանունը մոռացա ներողություն, որը շատ պատահական, շատ անհասկանալի պայմաններում ընտրություններին ընթരാճ Վալոդիա Գրիգորյան, հա, Վալոդիա Գրիգորյան, շատ պատահական էլի տենց ինչ որ իբր անձնական բնույթի ինչ որ միջադեպ էր տեղի ունեցել եւ չգիտես ինչի չէր կանխել զուտ հիշեցնելու համար նորից ես բոլորին 1000 տարվա կյանք եմ մաղթում բայց օրինակի համար Արամ Զավենիչի նկատմամբ հնարավոր ենթադրյալ մահափորձը շատ արագ պատմուտը կարողացել էին կանխել այդ նույն իրավապահ մարմինները չէ իսկ ինչի մի դեպքում կարողացել էին կանխել մի դեպքում չէին կարողացել կանխել ես իրավունք ունեմ այդ հարցերը տալու թե չէ այնպես որ մեզանից յուրաքանչյուր այստեղ հատկապես նրանք ովքեր որ նիկոլական պրոյեկտներ չեն իրենք շատ լուրջ անհանգստանալու բան ունեն մենք քայլող թիրախներ ենք իրենց համար հենց դա է պատճառը նաև որ մեզ անդադ փորձում են
տարբեր կողմերից պիտակավորել, փորձում են թիրախավորել, փորձում են այսպես ինչ-որ պիտակներ կպցնել, մասնավորապես նիկոլական լինելու, ժողովուրդը ասում է, եթե նիկոլական լինեինք, առողջ-փառող կապրեինք, ասում է, պաշտոններ կունենայինք, մնացած ամեն ինչ դել։ Դրա համար պետք չէր սпасել ընտրություններին ընդառաջ ու գալ քայլող թիրախ դառնալ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Դրության Մարտիկին Կարապետյանին։ Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։